Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 11-ն է, ես կրկին Թբիլիսիում եմ գտնվում, ինչ արած, սա է մեր այսօրվա հնարավորությունը, եթեր մտնելու, չենք կարող բնականաբար չգտնվելով տեղում եթերը կազմակերպել մեր ստուդիայից և ահա այստեղից եմ որոշել անել մեր այսօրվա եթերը։ Մեկ-մեկ ահա այս ձևով պետք է շարունակենք մեր եթերները, ինչև կամաց-կամաց կարողանանք վերադառնալ բնականոն հունի։ Քանի որ շատերն են գարում եւ հարցնում, թե ինչպես է եղբորս առողջությունը, ասեմ, որ մտնում ենք արդեն վերականգնման փուլ, բայց շատ երկար, շատ բարդ ճանապարհ է մեզ սպասում, քանի որ եթե մարդը մեկ ամսից ավել վերակենդանացման բաժանմունքում էր, պատկերացրեք նույնիսկ ոտքի կանգնելը մեծ խնդիրներ է ստեղծում եւ բավականին բարդ է։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել առիթից օգտվելով մեր գործարար բարերար Սամվել Աղիկյանին, ով որ իր գործարանի մեջ առանձին սենյակ է տրամադրել, նորմալ բնակելի տուն է, որտեղ որ մնում ենք մեր հիվանդի հետ, եղբորս հետ։ Տարբեր մարդիկ են փորձում մեզ այս օրերին իրենց օգնության ձեռքը մեկնել, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւս մեր հարևան Գյորգի ավելի ճիշտ Ժորիկ Մեհրաբյանն է, ճիշտն ասած արձագանքել են նաեւ տեղի իշխանության ներկայացուցիչները Ախալցխայի Համբարձում Բաբոյանի գլխավորությամբ եւ կարողացել են բավականին կարևոր մեզ համար գումար հատկացնել հիվանդանոցին, խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին կուտակված պարտքի մասին է, որի մի մասը կարողացանք մենք արդեն փակել նաև տեղական իշխանությունների շնորհիվ, տարբեր բարերարների շնորհիվ, ճիշտ է կա էլի բավականին մեծ մաս փակելու, բայց կամաց-կամաց առաջ ենք ընթանում։ Էլի շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր որ մեզ փորձում են տարբեր ձևերով աջակցել, դա չափազանց կարևոր է, բայց վերադառնանք այսօրվա կարևոր հարցերին քննարկվելիք եւ կարծում եմ հիմա ամենակարևոր քննարկման թեմաներից մեկը այն է, թե ինչ տեղի ունեցավ Դուշանբեում, ԱՊՀ երկրների ղեկավարներն էին հավաքվել, անսպասելիորեն այնտեղ նաեւ այցելեց Նիկոլ Փաշինյանը, գիտեք սիրելի հայրենակիցներ, այդ մասին տեղեկություն չկար, որ ինքը այցելելու է թե չէ, բայց քանի որ Իլհամ Ալիևը այնտեղ էր եւ շատ ջերմ հանդիպումներ էր ունենում Վլադիմիր Պուտինի հետ, հարաբերություններն էր վերականգնում Պուտինի հետ, այդ մասին մենք եկել ենք խոսել, ու ստացվեց այնպես, որ Փաշինյանը հասկացավ, որ անպայման պետք է մեկնի եւ գտնվի Դուշանբեում, որպեսզի չստացվի այնպես, որ Հայաստանի մեջքի հետևում ինչ որ որոշումներ կայացնեն։ Դա իմ տեսակետն է։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես Պուտինը գրեթե ներողություն էր խնդրում Ալիևից, դա շատ կարևոր էր Ալիևի համար, բայց մենք հասկանում ենք, որ թե Պուտինը ներողություն խնդրի, թե Ալիևը ներողություն խնդրի, օրինակի համար եմ ասում, վերջին հաշվով զիջումները արվելու են մեր հաշվին, Հայաստանի Հանրապետության հաշվին, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը կարող է ինչ-որ բաներ խոստանա, նոր բաներ խոստանա Ադրբեջանին, որոնք որ միանշանակ կվնասվեն Հայաստանի ազգային եւ պետական շահերին։ Դա հասկանալով Նիկոլ Փաշինյանը մեկնեց այդ հավաքին։ Այնտեղ նաեւ տեղի ունեցավ, գիտեք, Ալիևի հետ հանդիպումը, շատ մանրամասներ մենք չունենք այդ հանդիպումից։ ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարն է ասել, որ Ալիևը եւ Փաշինյանը քննարկում են կարևոր ունեցել, քննարկել են ոչ միայն խաղաղության գործընթացը, այլ նաեւ զարգացման հարցեր, Հայաստանի վարչապետ եւ Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրուցել են եւ քննարկել են վիճելի հարցերից, բացի նաեւ Հարավային Կովկասի խաղաղության, անվտանգության, ամրապնդման ուղղությամբ նրա խոսքերով այդպես է ամեն ինչ եղել, այսինքն ոչ միայն կոնֆլիկտից են խոսում, այլ նաեւ արդեն խոսում են, թե ինչպես են տարածաշրջանը զարգացնելու, բայց սա ասվում է ԱՊՀ-ի շրջանակներում, տեսնում եք, այսինքն ԱՊՀ-ն էլ է փորձում ցույց տալ, որ իրենք գործող կազմակերպություն են, իրենք կան եւ
իրենց հավաքների շրջանակներում ինչ-որ բաներ են որոշում։ Նրանք նաև ոչ թե նրանք, այլ ավելի ճիշտ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարություն է արել, որ 3+3 ֆորմատով մինչև տարիվերջ հանդիպումը տեղի կունենա կամ Երևանում կամ Բաքվում, Կոպիրկինն է հայտարարել, այսինքն իրենք ցանկանում են կրկին Հայաստանին եւ Ադրբեջանին ներքաշել այդ ֆորմատի մեջ գոյություն չունեցող 3+3 Վրաստանը վաղուց այդտեղ չկա, ես գիտեմ, որ Հայաստանը չի էլ ցանկանում մասնակցել 3+3 ֆորմատին, հիմա եթե Ադրբեջանը հանկարծ ցանկանա մասնակցել, չնայած համոզված չեմ, որ կցանկանա, բայց էլի փորձելու են ներքաշել նաև Ադրբեջանին, ապա Հայաստանը կարող է ստիպված նույնպես մասնակցի այդ հավաքին։ Փաշինյանը իր խոսքում կարևոր անդրադարձ է արել, որ այն ամենը ինչ ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դա Ալմատայի հռչակագրի հիման վրա է, այսինքն տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, դա շատ կարևոր է շեշտելը, հատկապես ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությամբ դա ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ շեշտում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ ամենի մասին ինքը ճիշտ է հաճախ է խոսում, բայց ոչ ամեն տեղ, բայց ուշադրություն դարձրեք, սիրելի հայրենակիցներ, հենց այդ հավաքի ժամանակ կոնկրետ այդ հարցին է անդրադարձել։ Կրկին անդրադառնանք Ալիև եւ Պուտին հանդիպմանը եւ դրա արդյունքներում արդեն իսկ Սպուտնիկ Ադրբեջանի ղեկավարին է ազատ արձակել Իլհամ Ալիևը Բաքվի բանտից եւ դա եւս շատ բանի մասի է խոսում, իսկ Պուտինը ասում է, որ ուղղակի զգացմունքային պահեր եղան Ադրբեջանի եւ Ռուսաստանի մեջ հարաբերություններում, բայց ընդհանուր առմամբ ոչ մի ձևով հարաբերությունները չէին տուժել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները չէին տուժել, նրանք ունեն շատ մեծ ծրագրեր, ըստ Պուտինի եւ այդ ծրագրերը երկու երկրների շահերից է բխում։ Պարզ է, որ այդպես են ասում, ես նաեւ ուրիշ բաների մասին եմ սկսում մտածել, որ այդտեղ կա նաեւ հայկական հարցը, Իվան ասում է, բազմաթիվ ծրագրեր ունեն միասնական թե Ռուսաստանը եւ թե Ադրբեջանը։ Միջազգային կարևոր իրադարձություններից ինչ ասեմ, դե տեսակ Նոբելյան մրցանակ չի շնորհվել Դոնալդ Թրամփին, նաև այս տարի դիմում չի եղել, չէր հասցրել երևի Դոնալդ Թրամփը կամ ինչ-որ մեկը դիմել Դոնալդ Թրամփի համար, բայց Վենեսուելայից այդ անձը, որ ստացել է Նոբելյան մրցանակը, խաղաղությամբ կապնավել է Դոնալդ Թրամփի հետ եւ Դոնալդ Թրամփը շատ գոհ է իրենից, ասում է, որ ինքը ուրախ է, որ կարողացել է փրկել միլիոնավոր կյանքեր, լուծել բազմաթիվ պատերազմական իրավիճակներ, 8 երկրների միջև պատերազմներ, ասում է, եւ ինքը միլիոնավոր կյանքեր է փրկել, երևի այդ մասին եւս գիտեք։ Ռուս-ուկրաինական պատերազմից նորություն չկա, մեծ հաշվով Ռուսաստանը 450 դրոնով եւ 30 հրթիռներով հարձակվել էր կրկին Ուկրաինայի վրա, դե սա շատ հաճախակի է լինում, գիտեք, դրանից բացի 18 րոպե ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել էին Էստոնիայի օդային տարածքը, բայց այս ամենին ի պատասխան հիմա ՆԱՏՕ-ն ամսի 13-ին, հոկտեմբերի 13-ին զորավարժություններ է անցկացնելու, նաև օգտագործելու են իրենց ատոմային զենքը, ոչ թե օգտագործելու են, այլ ատոմային զենքով զորավարժություններ են դրանք լինելու, որոնք որ հստակ ուղերձ են պարունակում իրենց մեջ Ռուսաստանի դաշնությանը։ Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էլ ամեն ինչ հարթ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգները 2 շաբաթից 100%-անոց մաքսատուրքեր է մտցնելու Չինաստանի նկատմամբ եւ Դոնալդ Թրամփը ասում է, որ դա Չինաստանն է սկսել, հիմա ամբողջ աշխարհի նկատմամբ են նրանք մաքսատուրքեր մտցնում, պատերազմ են հայտարարել ամբողջ աշխարհին եւ դա է պատճառը, որ ահա այդպիսի որոշում է կայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ եթե նախկինում խոսում էին հանդիպման մասին, ապա Թրամփը հասկացնում է, որ կարող է չհանդիպել Սի Դինփինի հետ, ասում է շատ ագրեսիվ է դարձել Չինաստանը եւ շատ վատ է վարվում մնացած նաեւ երկրների նկատմամբ, նրանք շատ վաղուց էին դա ծրագրել, ինչ-որ տնտեսական մեծ եւ լուրջ պատերազմների մասին է խոսքը սիրելի հայրենակիցներ, բայց պետք է հետևենք իրադարձություններին եւ հասկանանք, թե ինչի մասին է կոնկրետ
խոսքը, ընդհանուր առմամբ կարող եմ իմ կողմից ավելացնել, որ այս մաքսային պատերազմը սկսել էր Դոնալդ Թրամփը, հենց երբ եկավ իշխանության, բայց հիմա ինչ-որ մի բան տեղի է ունեցել, որ կոնկրետ ինչ-որ քայլերի է կրկին սկսել Դոնալդ Թրամփը դիմել։ Նախկինում ինքը ինչ-որ որոշումներ էր կայացրել, հետո արագ հրաժարվել էր այդ որոշումներից, երևի հայրենիք, կարծում եմ հիշում եք նաև դա։ Տեսնում եք, մի փոքր բարդ է ինձ այստեղից պատրաստել ձեզ համար հաղորդումներ, բայց կարծում եմ լավ է այս ձևով ամեն դեպքում պատրաստենք հաղորդումներ, քան ընդհանրապես ոչինչ չանենք, եւ դրա համար որոշեցի շատ կարճ եթեր անել եւ ներկայացնել այն, ինչ կա։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։